Հայաստանի ԵՄ անդամակցության մասին օրինագիծը, որ խորհրդարանում առաջինից երկրորդ ընթերցում քաշքշուկի մեջ էր հայտնվել, ընդգրկվում է ԱԺ քառօրյայի օրակարգում։ Ովքեր են կողմ։ Այս քվեարկությունը կարող էր լինել մարտի սկզբին, ԱԺ նախորդ քառօրյայի նախաշեմին։ Օրենքի քննարկումը ընդհատվեց քվեարկությունների փուլում։ Բայց Արման Եղոյանը այդ ժամանակ քվեարկությունից առաջ ընդմիջում հայտարարեց։ Հայտարարված կես ժամի փոխարեն մի քանի ժամ աշխատասենյակում մնաց։ ՔՊԱ-կան падգամավորներ մտան, դուրս եկան, ասացին, ուշացան, էլ չեն հասցնի Հայաստանի ԵՄ անդամակցության օրինագիծը մարտի 4-ին մեկնարկող քառօրյայում ընդգրկել։ Խորհրդարանական միջանցներում լուրեր էին պտտվում, թե իշխանությունը գցում է Հայաստանին օրենքով ԵՄ տանողներին, միտումնավոր ձգձգում են մանևրելու տեղ գտնելու համար։ Եվ գտան։ Նախաբանից դուրս է եկել առաջին հատվածը, Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը։ Հանել են հայ ժողովրդի միասնական կամքը, օրենքի նախաբանում դրա փոխարեն գրել. Հայաստանի Հանրապետությունը նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը եւ իրավունքների գերակայությունը, հայտարարում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկը։ Կառավարության առաջարկությունը Կառավարությունն է այդպես ուզել։ Իսկ կառավարությանը ինչ են ասել ԵՄ-ից։ Հայաստանին սպասելու պարագայում ըստ տրամաբանության Եվրամիության գործադիր մարմինը պետք է որ պաշտոնապես ողջունած լինի Հայաստանի այս գործը, նկատում է ընդդիմադիր падգամավորը։ Հաշվի առնելով, որ արդեն 3 շաբաթ է անցել վերջի քննարկումից հետո սպասում են ըստ երևույթի երկրորդ ընթերցման օրենքի ընդունմանը։ Ինչ է նշանակում ըստ երևույթի սպասում են։ Դա տեղեկություն է, թե դուք ենթադրում եք։ Ինչպես հայտնել էին եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունից, պաշտոնապես որ սպասում են օրենքի ընդունմանը։ Ես պարզապես քանի որ գիտեմ նաև Եվրոմիության աշխատանքի ոճը, աշխատալը թեվը եւ այլն, ըստ էության իրանք երբեք չեն սպասում երկրորդ կամ երրորդ ընթերցումներին, այլ եթե կա քաղաքական որոշում, իրանք այդ քաղաքական որոշումի սկզբանե ինչ որ ձևով կամ ողջունում են կամ ընդառաջում են կամ դրական են արձագանքում կամ չեն արձագանքում։ ԵՄ-ն չի հայտարարել Հայաստանին գրկաբաց սպասելու մասին։ Հայաստանը ԵՄ չմտած ԵԱՏՄ-ից դուրս գալով կարող է տնտեսական կոլապսի առաջ կանգնել։ Հիշեցնում են դիմադիր падգամավորը ու նորից հարցնում. ի վերջո Հայաստանը անվտանգային ինչ ակնկալիքներով է գնում Եվրամիություն։ Դա անվտանգությունը բազմաբաղադրիչ երևույթ է, դա ոչ միայն զինված ուժերն են, պաշտպանությունն է, այլ նաև տնտեսությունը, ժողովրդավարությունը։ Հայաստանը ԵՄ անվտանգության հովանոցի տակ մտնելու ակնկալիք ունի, ասում է նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը։ Մտնել այդ հովանու տակ, այդ հովանոցի տակ։ Բայց անվտանգային այդ հովանոցը բռնողը հենց ԵՄ-ն չէ։ Եվրամիության անվտանգությունը համակարգողը Հյուսիսատլանտյան դաշինքն է, հիշեցնում է Արմեն Գևորգյանը։ Որոշ կոմպոնենտներով իրանք չունեն այնուամենայնիվ անվտանգության ձևավորված միասնական համակարգ։ Այսպես ասած սեփական պաշտպանություն չունեցող միությունն ինչպես է պաշտպանելու Հայաստանին։ Իսկ անզեն դիտորդների, այսպես ասած մնայուն արժեք լինելու հանգամանքը Հայաստանի հենց նրանց հրավիրած իշխանությունն է կասկածի տակ դրել։ Ամսի 20-ին փետրվարի դիտորդական առաքելության 2 տարվա նոր մանդատը մտնում է ուժի մեջ, 2 շաբաթ հետո պարզվում է, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ համաձայնեցնում է մի դրույթ, ըստ որի այդ առաքելության գոյությունը սահմանի վրա անհրաժեշտություն չի ունենալու։ ԵՄ անզեն դիտորդների մնալ չմնալու հարցը Հայաստանի ԵՄ անդամակցության հարցից դուրս են համարում իշխանականները։ Օրենքի բուն նախագծից մի քիչ շատ է շեղվում։ Իսկ իրենք չեն ուզում մի քիչ շատ շեղվել, ուղղակի տեղեկացնում են։ Հայաստանը ներկայացրել է երկրորդ հայտը եվրոպական խաղաղության գործիքից օգտվելու համար։ Մինչ այս 10 միլիոն եվրո ենք ստացել դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար։ Եթե համագործակցությունն այդքան բնականon է, էլ ում կամ ինչի համար է պետք Հայաստանի ԵՄ անդամակցության մասին օրենքը։ Հատկապես, որ ԵՄ անդամ երկրները մինչև անդամակցությունը այդպիսի օրենք չեն ունեցել։ Ուղղակի պետական մակարդակով հայտարարությամբ գործընթաց են սկսել։ Կամ ինչն է ավելացնելու, եթե ոչ միայն պայմանական ասած աշխարհակահաղական առումով բարդություններ ստեղծելու այս օրենքի ընդունումը։ Սա կամքի
գույքագրում է, ամրագրում է, պատասխանատվության ստանձնում եւ մեկնարկում։ Հայաստանը օրենքով ԵՄՏ-անողների կամքի ամրագրումը երկրորդ ընթերցմամբ, այսինքն վերջնական, կքննարկվի ու կքվեարկվի վաղը մեկնարկելիք ազգային ժողովի քարոզարում։ Արփիս Քեսյան, Արաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։